Տագնապային խանգարումների հետ աշխատանքում, չնայած ոչ միայն, շատ հաճախ կարիք է լինում աշխատել նաև mindfulness-ի տեխնիկաներով։ Mindfulness-ը կարելի ասել գործիք է, բառից լայն իմաստով կամ մեթոդ, որը կոգնիտիվ վարքաբանական թերապիայի երրորդ ալիքի շրջանակներում ինտեգրվեց եւ այսօր արդեն ոնց որ կիրառվում է հիմնական պրոտոկոլների հետ միասին, այդ նույն mindfulness-ը մաս է կազմում նաև օրինակ Արմբեքի կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ակադեմիայի դասընթացների եւ mindfulness-ի հիմնական նպատակներից մեկը CBT, այսինքն կոգնիտիվ վարքաբանական թերապիայի շրջանակներում այն է, որպեսզի անձը կարողանա սովորել լինել այստեղ եւ հիմա, կարողանալ ապրել այստեղ եւ հիմա, մտածել այստեղ եւ հիմա եւ բազային տեխնիկաներից են մաշկազգայության mindfulness-ը կամ գիտակցվածությունը եւ սննդառության գիտակցվածությունը, որոնք հիմնականում տալիս են հնարավորություն մարդուն սովորելու նախ մի հատ ծանոթանալ mindfulness-ի հետ, սովորելու դրա բազային կիրառությանը եւ հետո նաեւ ոնց որ ավելի խորը հասկանալ, թե ոնց է դա աշխատում եւ ինչ էֆեկտ է ունենում։ Սննդառության mindfulness-ը եւ մաշկազգայության mindfulness-ը։ Այս տեխնիկաները կան նկարագրված իմ տագնապամարիչ գրքում, հիմա կփորձեմ մի փոքր դրանց մասին խոսել։ Սննդառության mindfulness-ը դա նա է, երբ որ մարդ օրական ինչ-որ մի քանի րոպե ժամանակ է տրամադրում եւ փորձում է որևէ մի բան ուտել կամ խմել, հիմնական իր ոնց որ սննդառության ժամերից դուրս, ասենք մի հատ խնձոր, ես միշտ խնձոր օրինակն եմ բերում, փորձում է ուտել կամ խմել ամբողջովին տրվելով այդ զգացողություններին։ Ես երբեմն կիրառում եմ կենտրոնանալ բառը, բայց այստեղ կենտրոնանալ բառից վերջերս խուսափում եմ, որտեղ մարդիկ մտածում են, որ դա ինչ-որ կամային ջանք է ենթադրում, այսպես կենտրոնանալ, բայց ավելի շատ այստեղ երևի տրվել բառն է սազում կամ համակվել այդ գործողությամբ, այդ զգացողություններով, որովհետև այդ process-ը, որ ինչ-որ մի բան ուտում ես կամ խմում ես այս տեխնիկայի շրջանակներում, ենթադրում է, որ պետք է լինի այսպես, ես եմ ու ենթադրենք այդ խնձորը։ Այն ինչ որ ես հիմա զգում եմ, միայն դա գոյություն ունի, փորձեմ խուսափել որևէ այլ ինչ որ մտքերից, եթե գալիս են այդ մտքերը, պետք է իրանց հետ կռվել, բայց անհրաժեշտ է թողնել իրանք անցնեն, տենց գնան։ Զուգահեռ ոչ մի ուրիշ բան չանել, ոչ մի բան չնայել, չլսել, չխոսալ հատկապես, այսինքն տրվել ամբողջովին այդ գործողությանը։ Ես եմ ու այդ խնձորն է օրինակ, հա, եւ ուտել դանդաղ, համզգալով, տրվելով այդ զգացողություններին, այնպես ասես, եթե իմ գոյության ողջ իմաստն ու էությունը լինի այդ խնձոր ուտելու մեջ, հա, եթե ես բերում եմ միշտ խնձորի որդի օրինակը, կարող է այդքան էլ, չգիտեմ, գեղեցիկ չի հնչում կամ հա օրինակը, բայց մի իմաստը փոխանցելու, հաղորդագրությունը, մեսեջը փոխանցելու համար բերում եմ խնձորի որդի օրինակ, իր գոյության ողջ իմաստն ու էությունը այդ խնձոր ուտելն է։ Եթե մերն էլ այդպեսին լիներ այդ պահին, ապա ոնց կլիներ, հա, մենք ամբողջովին կտրվենք այդ process-ին, հաճույք կստանանք դրանից, կմտածենք միայն դրա մասին եւ կզգայինք միայն դա։ Սա բնականաբար վարժություն է, որը չի ենթադրում, որ ձեզ մոտ առաջին իսկ անգամից պետքա որ ստացվի, ասեմ ավելին, երբեմն երկար շաբաթներ է պահանջում կամ գուցե ամիսներ, որ մարդ գալիս է այդ վերջնակետին, վերջնակետը էլ չեն կարող ասել այդ հմտությանը, հենց որ նորմալ է, եթե սկզբից ձեզ անընդհատ շեղող բաներ լինեն, այդ թվում ձեր մտքերի տեսքով, էլի։ Բայց եթե ձեզ մոտ կա այս նպատակը, նշաձողը դա է, դա ձեզ մոտ ինչ-որ մի օր կստացվի։ Այսինքն ուտել կամ խմել ամբողջովին տրվելով process-ին, զգալով դա եւ ընկալելով սիտուացիան այնպես, ասես այս է իմ գոյության էությունն ու իմաստը։ Նույն սկզբունքով նաև մաշկազգայության mindfulness-ն է, պարզապես ուտելու փոխարեն այնտեղ մաշկազգայությունն է։ Այլ կերպ ասած, մենք կարող ենք ընտրել ինչ-որ իրեր, որոնց շոշափելիքի զգայարանով կփորձենք մոտենալ այնպես, ինչպես իմ նկարագրած սննդառության mindfulness-ում։